Միացյալ Նահանգների զինուժը հայտնել է, որ Իրանի հարավում հարվածել է հրթիռների արձակման կայանների եւ նավերի, որոնք ամերիկյան կողմի պնդմամբ փորձում էին ականներ տեղադրել նավագնացության կարևոր ուղիների մոտ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պարզաբանել է, որ հարվածները նպատակ ունեն ամերիկացի զինծառայողներին պաշտպանել Իրանից եկող սպառնալիքներից։ Ըստ իրանական լրատվամիջոցների պայթյուններ են որոտացել Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում եւ կից շրջաններում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ 1 F-35 կործանիչ, ինչպես նաեւ հետախուզական 2 անօդաչու է ներխուժել Իրանի օդային տարածք, որոնցից մեկը խոցել են։ Կորպուսը նաեւ հայտարարել է, որ հակահարված կտա ԱՄՆ կողմից հրադադարի ցանկացած խախտման։ Իրանի գերագույն առաջնորդը, որը վիրավորվել է պատերազմի առաջին օրը, դեռ չի ներկայացել հանրությանն ու միայն գրավոր ուղերձներ է հղում, հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրներն այլևս չեն ծառայի որպես վահան ԱՄՆ բազաների համար։ Հաջի եւ Կուրբան Բայրամի առթիվ հղած ուղերձում, որն ընթերցվել է պետական հեռուստաընկերության եթերում, այաթոլլա Մոջթաբա Խամենեին նաեւ նշել է, որ մեջբերում է Իսրայելի սիոնիստական ցնցված ռեժիմը մոտենում է իր դժբախտ գոյության վերջին փուլին։ آنچه در این زمین مسلم است عقربه زمان به عقب بر نمیگردد. Միացյալ Նահանգները ոչ միայն այլևս անվտանգ ապաստան չի ունենա իր չարագործությունների եւ տարածաշրջանում ռազմական բազաներ հիմնելու համար, այլև օրեցօր ավելի է հեռանում իր նախկին կարգավիճակից։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հրադադարը խախտելով ԱՄՆ-ն ցույց է տալիս մեջբերում է իր չարությունն ու երեսպաշտությունը Իրանի նկատմամբ։ Նախարարությունը նաեւ նշել է, որ Իրանը ոչ մի վայրկյան չի տատանվի պաշտպանվելու հարցում եւ կպատասխանի այս հարվածներին։ Իրանն ԱՄՆ վարչակազմին է պատասխանատու համարում այս ագրեսիվ եւ անարդար գործողությունների հետևանքով առաջացած բոլոր հետևանքների համար, ասվում է հայտարարությունում։ Զինված ուժերի խոսնակն էլ հայտարարել է, որ Իրանի դեմ ցանկացած նոր ագրեսիա կարժանանա շատ ավելի խիստ պատասխանի։ Նոր պատերազմի դեպքում ըստ Աբոլ Ֆազլ Չեքարչիի Իրանի հարվածները կլինեն ավելի լայնածավալ ու դաժան, քան նախորդները եւ դուրս կգան տարածաշրջանի սահմաններից։ ԱՄՆ զինուժի նոր հարվածները տեղի են ունենում Պակիստանի միջնորդությամբ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ընթացող բանակցությունների ժամանակ։ Երեկ էլ իրանական պատվիրակությունը մեկնել էր Կատար ըստ Հասնիմ գործակալության բանակցելու իր սառեցված ակտիվների ապասառեցման շուրջ։ Գործակալության փոխանցմամբ Թեհրանը պնդում է, որ դրանց կեսը մոտ 24 միլիարդ դոլար ապասառեցվի Միացյալ Նահանգների հետ փոխըմբռնման համաձայնագրի ստորագրումից առաջ։ Ֆարս գործակալության տվյալներով սա վերջին լուրջ խնդիրն է, որի շուրջ կողմերը դեռ չեն համաձայնել։ Իրանին հասցված նոր հարվածներից ժամեր անց ԱՄՆ պետքարտուղարը Հնդկաստանում հայտարարել է, որ Թեհրանի հետ գործարքը դեռ հնարավոր է, սակայն Իրանը չի կարող փակ պահել Հորմուզը։ Նեղուցն այսպես թե այնպես պետք է բացվի, ասել է Մարկո Ռուբիոն։ Այնինչ այնտեղ կատարվում է անօրինական է, ապակայունացնում է աշխարհն, անընդունելի է, դա չի կարող տեղի ունենալ։ Նեղուցները պետք է բաց լինեն, անարգել առանց վճարների եւ ակնհայտ է, որ դա պետք է տեղի ունենա անմիջապես։ Ամերիկա-իրանական բանակցությունների կնճռոտ հարցերից է նաև Թեհրանի միջուկային ծրագիրն ու հարստացված ուրանի խնդիրը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հարստացված ուրանը կամ պետք է ոչնչացվի Միացյալ Նահանգներում, կամ տեղում։ Հարստացված ուրանը կամ անմիջապես կհանձնվի Միացյալ Նահանգներին, որպեսզի բերվի ԱՄՆ եւ ոչնչացվի, կամ նախընտրելի է Իրանի հետ համատեղ եւ համակարգված կերպով կոչնչացվի տեղում կամ այլ ընդունելի վայրում, ատոմային էներգիայի հանձնաժողովի կամ դրան համարժեք մարմնի մասնակցությամբ։ Իրանին ԱՄՆ նոր հարվածների ֆոնին Իսրայելն այսօր ավելի ինտենսիվ է հարվածել Լիբանանի հարավին։ Իսրայելական բանակը պնդում է, որ թիրախավորում է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված եւ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի ենթակառուցվածքները։ Հաղորդվում է 1 տասնյակից ավելի զոհերի եւ վիրավորների մասին։ Իսրայելական բանակը նաեւ մոբիլիզացիա է սկսել Լիբանանի վրա ցամաքային հարձակումն ուժեղացնելու նպատակով։